Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից, գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Ողջույն, հանրայինի եթերում եղիր առողջ բժշկական նախագիծն է։ Ես Վահե Տերմինասյանն եմ եւ կներկայացնեմ ձեզ հանրամատչելի միաժամանակ անպայմանորեն ստուգված տեղեկատվություն ձեր առողջության մասին, որպեսզի բոլորս լինենք առողջ։ Այսօրվա գլխավոր թեման նվիրված է օժանդակ վերարտադրողական տեխնոլոգիաներին։ Փորձենք հասկանանք ինչ է սա իրենց ներկայացնում, նախ դիտենք տեսանյութը, հետո հրավիրենք մասնագետի, որը երկար տարիներ զբաղվում է այս խնդրով եւ կարող է ներկայացնել իր աշխատանքի արդյունքները։ Գնացինք։ 1978-ի հուլիսի 27-ին աշխարհահռչակ Daily Mail թերթի խմբագիրները երկար բարակ չմտածեցին շապիկի գլխավոր նկարն ընտրելիս։ Օրվա հերոսը 2.6 կիլոգրամանոց Լուիզա Բրաունն էր։ Աշխարհում առաջին փոքրիկը, որ լույս աշխարհ էր եկել արտամարմնային բեղմնավորման շնորհիվ։ Իրականում ամեն ինչ սկսվել էր շատ ավելի վաղ ու ոչ թե մարդուց, այլ ճագարներից։ 1959-ին ամերիկացի վերարտադրողաբան Մին Չանգը կարողացավ արհեստական ճանապարհով բեղմնավորել ճագարի ձվաբջիջը, ստանալ նորմալ զարգացող էմբրիոն, հետո նաև առողջ սերունդ։ Ճագարի հաջողված փորձը ոգևորեց Քեմբրիջի հետազոտողներ Ռոբերտ Էդվարդսին եւ Պատրիկ Ստեպտոուին, որոնք մի քանի տարվա ձախողումից հետո 1977-ին վերջապես կարողացան բեղմնավորված ձվաբջիջը բարեհաջող տեղադրել կնոջ արգանդում։ Այդպես ծնվեց Լուիզա Բրաունը, իսկ նրան եւ նրանից հետո ծնված փոքրիկներին սկսեցին անվանել փորձանոթի երեխաներ։ ԱՀԿ 2024 թվականի տվյալներով այսօր աշխարհում ապրում է արտամարմնային բեղմնավորմամբ ծնված 12 միլիոն մարդ։ Այս թիվն ավելանում է անպտղությանը զուգահեռ։ Նույն 2024-ի վիճակագրությամբ վերարտադրողական տարիքի ամեն 6-րդ մարդ բախվում է անպտղության խնդրին։ Այսինքն երեխա ունենալը խնդիր է մոլորակի հասուն բնակչության 17.5%-ի համար։ Իդեպ արտամարմնային բեղմնավորմամբ հայ առաջին փոքրիկները լույս աշխարհ են եկել 2004-ին, ծնվեց եռյակ, 2 աղջիկ եւ 1 տղա։ Արտամարմնային բեղմնավորմամբ ծնված հայ փոքրիկների թիվը եւս տարեցտարի ավելանում է։ Առողջապահության նախարարության 2024-ի տվյալներով Հայաստանում անպտղության ցուցանիշը 16.8% է, ինչը բարձր է առողջապահության համաշխարհային կազմակերպության սահմանային ցուցանիշից։ Դե ինչ հարգելի հեռուստատողներ, կարծում եմ ժամանակն է հրավիրել մեր այսօրվա հյուրին, գինեկոլոգ վերարտադրողապան, բժշկական գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Համբարձումյանն է մեր այսօրվա հյուրը։ Ողջույն բժիշկ Համբարձումյան։ Մի մարդ, որից որ մենք սովորել ենք, սովորում ենք ու կարծում եմ դեռ երկար տարիներ կսովորենք, թե ինչպես անել, որպեսզի ընտանիքում ծնվեն շատ երեխաներ։ Առաջին հարցս, որ ուզում եմ միանգամից տալ, ես կարծում եմ, որ դուք մոտավորապես ինչ-որ վիճակագրություն ունեք։ Այո, իհարկե։ Եվ այդ վիճակագրությունը կուզենայի ներկայացնել, վիճակագրությունից մեկը հիմա արդեն տաղավարում ձայներ է հանում, մենք իրան շուտով կհրավիրենք։ Ձեր այսքան տարիների աշխատանքի շնորհիվ մոտավորապես քանի երեխա է ծնվել։ Հայաստանում երևի արդեն մոտ 4-ից 5,000 երեխա։ Ես ես մեկ վայրկյանով տարածիորեն կլքեմ։ Ամելին ուղղակի պահանջեց, ասեց չհասկաց առանցից որոշել եք այստեղ հաղորդում վարեք, չէ Ամելի։ Դուք ընկերացել եք ինձ դիմը շատ ավելի վաղ, երբ որոշեցիք, որ պիտի ստեղծեք Ամելին։ Եվ վերջապես թիվը մոտ 4-5,000 երևի կլինի։ 4-5,000։ Դու այդ 4-5,000-ից մեկն ես։ Լավ, արի քեզ բաց թողնենք, դու գնաս մամայի մոտ։ Դու գնա։ Ահա։ Կա այսպիսի թվաբանական, օրինակ պրոգրեսիա, որ թվականներին ավելի շատ էր, ավելի դժվար է, ժամանակին, որովհետև բժշկությունը զարգանում է։ Իհարկե, քանի գնում է շատանում, այսօր օրական 2-ից 3 երեխա է ծնվում։ Հիմա պատկերացրեք, մոտ 1000 երեխա միայն մեր հաջողությունների շնորհիվ, միայն մեր կենտրոնում։ Դա որովհետև անպտուղ զույգերն են շատացել, ավելի շատ մարդիկ են դիմում, թե բժշկությունն է զարգացել ու հասել է այն մակարդակին, որ ժամանակին էլի գալիս էին, բայց օրինակ նույն արտամարմնային բեղմնավորումը չուներ այն արդյունավետությունը, ինչ որ ունի հիմա։
ամեն միասին են երևի այս կծիկը խնդիրների, որոնք լուծվել են տարբեր մակարդակներում, ինչպես պետական պատվերները շատ օգնեցին մեզ, որպեսզի այս երեխան ծնվի օրինակի համար, որովհետև այլ դեպքում ֆինանսական պատճառներով իրան չասեք, որ ինքը պետական պատվերով ծնված երեխա է, եւ սեփական եւ պետական, հակառակը, չէ, ես որովհետև կայլը դրանով օրինակ պետությանը ասել շնորհակալություն, որովհետև տեսեք, եթե պետությունը ծրագիրը չիրականացներ, այս երեխան չէր ծնվի։ Հազարավոր, հարյուրավոր, բայց երևի արդեն 1000-ից ավել երեխա պետական ծրագրերով ծնված է եւ մենք բոլորս հպարտ ենք սրանով, որտեղ երկար տարիներ աշխատել ենք, որպեսզի պետությունը ուրեմն սկսի խրախոսել եւ ֆինանսավորել այս զույգերը։ Դուք սկսեցիք խոսել օրենքից, այդ դեպքում ուրեմն պարզաբանենք ով կարող է այսօր դիմել պետական պատվերին։ 20 տարեկանից մինչև 41 տարեկան բոլոր կանայք այդ զույգերը, ովքեր 2-ից ավել տարի անպտղությամբ են տառապում, փորձում են երեխա ունենալ, բայց չեն կարող են դիմել ուրեմն պետական պատվերի համար։ 41, այսինքն բարձրացվել է շեմը։ Այո, վերջերս բարձրացվեց։ Նախկինում, որովհետև եթե չեմ սխալվում 35 էր, 38 էր, հիմա ուրեմն 41 ներառյալ։ Հետո միայնակ կանանց տվեց այս հնարավորությունը, որոնք կարող է եւ անպտուղ չեն, բայց միայնակ են։ Նորից պետպատվերի շրջանակներում նրանք կարող են օգտվել։ Եվ երկրորդային անպտղությունը, այսպես կոչված, երբ զույգը ունի մեկ երեխա, բայց ինչ-ինչ պատճառներով 2 տարվա ընթացքում 2-ից ավել փորձում են երկրորդ երեխան չի ստացվում։ Ուրեմն երկրորդ երեխայի մասին մինչև 41 տարեկան։ Ոչ, այստեղ մի քիչ ցածր է, արդեն մինչև 36 տարեկանն է։ Լավ, մեր մյուս մեծ խումբը, ես գիտեմ, որ այս տարիների ընթացքում, որ աշխատեցինք, ցավալի խումբ էր, դա պատերազմի ընթացքում երեխաներ կորցրած ծնողներն էին, այստեղ ունենք էլի վիճակագրություն։ Ունենք իհարկե մոտ 300 զույգ ընդունել էին, 100-ից ավել արդեն երեխաներ ունեն եւ մոտ 50-60 հոգի արդեն հղի են։ Ասում ենք, այո, եւ մեկ շատ հետաքրքիր էլի թվեր ունենք, զույգեր ունենք, 7 զույգ ունենք, ով 2 երեխային կորցրած, 2 երեխային, 2 տղա ունեն, երկուսն էլ կորցրել են այս 44 օրվա պատերազմում եւ այդ դրանցից 3-ը արդեն երկրորդ երեխային են սպասում։ Այսինքն առաջի երեխան ունեցան, դիմեցին երկրորդին, ասեցին մենք ուզում ենք մեր երկրորդին էլ այսպես ասած հետ բերել, վեր գտնել եւ երեքն էլ արդեն հղի են եւ միգուցե 4-րդն էլ շուտով մենք այս հարցում կարողանանք օգնել։ Հայաստանը ունի արդյոք դեմոգրաֆիկ խնդիր։ Հսկայական դեմոգրաֆիկ խնդիրներ ունենք։ Երևի դուք կհիշեք, ես դեր նահանգներից որ վերադարձա, առաջի հարցերը հենց որ դեմոգրաֆիկ խնդիրները վերլուծել, դեմոգրաֆիկ խնդիրներով փորձել, մեր մասնագիտությամբ փորձել օգնել, որովհետև վիճակագրությունը ցույց է տալի, որ եթե 1.5 երեխա ունենա ընտանիք, այսպես կոչված պտղաբերության ինդեքսը, այն ինչ որ կար այդ տարիներին, մենք 40-50 տարուց հետո 1 միլիոն ժողովուրդ կկորցնենք, ուղղակի չաճելով, չվերարտադրելով ընտանիքը, 2 հոգին պետք է ունենա գոնե 2 երեխա։ Մեզ վերարտադրվելու համար, գոնե նույն քանակը մնալու համար պետք է 2.1, այսինքն 2-ից ավել երեխա։ Այսինքն 9 ընտանիքում 2 երեխա, 10-րդ ընտանիքում գոնե 3 երեխա, այդ դեպքում մենք գալիս էինք 0-ի։ Ինչքան է այսօր այդ ինդեքսը Հայաստանում մոտավորապես։ Այս վերջերս ես լսեցի, ես ստույգ տվյալները չգիտեմ, բայց լսեցի, որ բարձրացել, ես գիտեի, որ աճ էինք ապրում, որտեղ իմ տվյալներով անցյալ տարի 1.7 էր, ես լսեցի, որ 1.9 է դառել։ Սա ի շնորհիվ բոլորիս աշխատանքի, եւ պետության, եւ մեր կենտրոնների, եւ բժիշկների, եւ ազգային առողջապահության ինստիտուտի։ Սա բավարար չի։ Սա դեռ բավարար չի, բայց դեռ քչանում ենք։ Այո, բայց արդեն տեմպերը գալիս են գոնե զրոյացման, որպեսզի եթե տեմպերը պահպանվեն այսպեսին, մենք մի 5-10 տարուց հետո արդեն կսկսենք աճել։ Մի բան, որ մեզ մոտ վերջի 30-50 տարվա մեջ չի եղել, այո։ Որ ճիշտ պատկերացնեք, 1950 թվականին այդ ինդեքսը պտղաբերության Հայաստանում եղել է 4.6։ Ընտանիքում 4-ից 5-6 երեխաներ են եղել Հայաստանում։ Օֆիցիալ տվյալները 4-6-ից մենք իջել ենք 1.7-ի, 1.3-ի, 1.4-ի, հիմա մեր նոր 1.7, 1.9 ենք ուզում դառնալ։ Եվ սա դրա համար եմ ասում, սա հասարակության հարցն է, միայն բժիշկների հարցը չէ։ Շատ հաճախ այնուամենայնիվ, օրինակ, երբ գալիս են զույգերը, մենք նայում ենք, հետազոտում ենք, ու ասում ենք, չէ, գիտեք, ձեր ճանապարհը դա արտամարմնային բեղնավորումն է, այսինքն էկոն, շատ հաճախ մարդիկ ես լսում եմ, որ ասում են, չէ, գիտեք, ամուսինս դեմ է, արհեստական կա արդյոք աշխարհում որևէ հետազոտություն, որը գտել է տարբերություն ճակերտավոր արհեստական ճանապարհով ստեղծված երեխաների եւ բնական հղիության միջև։ Արհեստական բան չկա, իհարկե դեղորայքով ենք օգնում, երբեմն օգնում ենք, որպեսզի սերմնաբջիջը տղամարդու
հասնի միջև ձվաբջիջը կամ նույնիսկ ուղղակի օգնում ենք որ ներմտցնել հենց ասենք ցիտոպլազմայի մեջ ձվաբջիջի, դա մենք անում ենք, բայց օգնում ենք ուղղակի։ Մնացած process-ները բնական են կատարվում, մենք տեղադրում ենք արգանդի մեջ, նա արգանդի մեջ ինչպես բնականում կլիներ, կպչում է արգանդի մեջ եւ սկսում է զարգանալ։ Մենք ունենք անիմացիա, որի օգնությամբ կարծում եմ ավելի པարզ կդառնա հեռուստադիտողին, թե ինչպես է սա կատարվում։ Սա այն process-ն է, որը կոչվում է X-ի ժողովրդական բժշկական մեթոդով, երբ որ մենք ձվաբջիջը տեսեք վերցվում է եւ այս ներարկիչով ուղղակի սերմնաբջիջը տղամարդու սպերմատոզոիդը ներարկվում է հենց ձվաբջիջի մեջ հատուկ միկրոսկոպների մեծացության վրա եւ իհարկե սա սահմանբանի գործն է։ Սա է որ միայն կարելի է համարել որոշ չափով արհեստական, որտեղ մենք ինչ-որ չափով խառնվեցինք։ Այո, խառնվեցինք, բայց սպերմատոզոիդը հնարավորություն չուներ ինքնուրույն դա կատարել։ Ինչ պատճառն է։ Շատ թույլ է կամ ասենք փողերն է կանած փակ, ասենք չի կարողանում հանդիպել։ Մենք ուղղակի արհեստական սա լաբորատորիայում կատարում ենք եւ հետո այդ սաղմիկը որ արդեն ինքն իրան ուրեմն սկսում է զարգանալ, ինկուբատորի մեջ մենք տեղափոխում ենք կանանց օրգանների մեջ եւ Այսինքն դա նույն այդ կնոջ ձվաբջիջն էր, նույն տղամարդու սպերմատոզոիդն էր, իրենց բնական երեխան էր, որին ուղղակի մի քիչ լավ ասեցիք ինկուբատորի մեջ բայեցիք, այդպես էլ կոչվում է իրականում հենց ինկուբատորը, այո։ Եվ քանի օրական սաղմիկն է գնում արդեն 3-ից 4-5 օր ենք պահում, սովորաբար փորձում ենք մինչև 5-րդ օրը պահել, բայց եթե կարիք կա երկրորդ եւ նույնիսկ եւ երրորդ օրերին կարող ենք տեղադրել։ Դա արդեն կոնկրետ դեպքից է կախված։ Մաքսիմալ թույլատրելի տարիքը այսօրվա դրությամբ։ Դուք ասացիք պետ պատվերով մինչև 41 տարեկան, բայց ես գիտեմ, որ կարող ենք եւ ավելի մեծ օրենքով որոշ երկրներում եւ Հայաստանում մինչեւ 53 տարեկան կանանց տարիքն է հաշվում, այստեղ կարևորը կարելի է հեղիանալ, եթե չկա բժշկական օժանդակ տեխնոլոգիաների միջոցով, բնականով դա չի լինում իհարկե, եթե չկա հակացություններ եւ մենք բժիշկներս այդ 50 տարեկան կանանց շատ խիստ հսկում ենք եւ իհարկե փորձում ենք իմանալ 100%-անոց առողջության մասին, որովհետեւ այլ դեպքում նրանք կարող են սուրոգատ մայրությամբ օգտվել։ Սա էլի օժանդակ վերարտադրական տեխնոլոգիաների մի մաս է։ Շատ հաճախ ասում են ոնց արդեն մեծ ենք, արդեն 40 անց ենք։ Ես ուզում եմ, որ մենք դիտենք մյուս մեր տեսանյութը ու հասկանանք, որ խնդիր իրականում դա իրենից չի ներկայացնում, եթե լուրջ առողջական խնդիրներ կինը չունի։ Թերի ամբողջ իմ աշխատանքային փուլում ինձ հետ է եղել, սկսած հղիության ընթացքից մինչև հիմա, աշխատում եմ որպես փաստաբան, ամբողջ դատական փուլերում ինքը իմ հետ է։ Ամուսնացել եմ 42 տարեկանում, մինչև 45 տարեկան երեխա չունեի, 45 տարեկանում ունեցել եմ իմ հրաշքին։ Այսօր մենք եկել ենք մեր բժշկուհուն հյուր, շատ կարոտել ենք։ Հիմիկվան սիրում է։ Գիրք, տետր, թուղթ, գրիչ։ Էլենայի, Հղիությունը շատ լավ եմ անցկացրել, շատ ուրախ, զվարթ, չգիտեմ, միշտ դրական լցված, որ շատ գեղեցիկ բալիկ եմ ունենալու, այդ ձև Աստված ինձ պարգևեց։ Ատամիկ չունի, բայց մեծի պես ուտում եմ։ Էստերի գեղեցկությունը ցնցել է բոլորին։ Նկարը հանվել է հագուստների խանութում որպես մոդել եւ շարունակում ենք առաջարկներ ստանալ։ Տասիկը։ Խորհուրդ կտամ այն զույգերին, այն կանանց, որ ցանկանում են մայրանան, միշտ տրամադրված լինեն դրականով, պայքարեն, ընդհանրապես չհանձնվեն։ Ուշ տարիքը երբեք խոչընդոտ չի մայրանալու համար։ Ընդհակառակը ավելի լիցքերով ես տրամադրվում, ավելի երիտասարդ ես զգում, կոնկրետ ես դες վառ օրինակ։ Արդյոք այսօր տեխնոլոգիաները մեզ թույլ են տալիս որոշել արտամարմնային բեղմնավորման ժամանակ երեխայի սեռը։ Այո, հնարավոր է, բայց միայն եթե կա բժշկական ցուցումներ։ Դա կարող է լինել գենետիկական հիվանդություններ, որոշ կրողներ լինեն ծնողները եւ մենք ուզում ենք իմանանք սաղմիկը ունի թե չէ։
Դրա համար միայն պատճառը Իսկ եթե դա իմ ցանկությունն է, ես ուզում եմ անպայման տղա ունենալ կամ ուզում եմ անպայման աղջիկ ունենալ։ Երկրորդ պայմանը, եթե ունեք նույն սեռի 3 երեխա ընտանիքում, դա կարող է լինի 3 աղջիկ ունեք, ուզում եք տղա, եւ կարող է հակառակը 3 տղա մենք ունենք։ Մինչև 3-ին չբերեմ չներկայացնեմ, ինձ ոչ ոք չի համաձայնվի այս հարցում օգնել։ Ազնիվ պայման է ինձ թվում է։ Դա օրենքով սահմանված, թույլատրելի ընտանեկան բալանսավորման հարց է։ Եվս մեկ հարց կապված վերջին զարգացումների հետ, մասնավորապես արհեստական բանականությունը ամեն տեղ զարգանում է, ամեն ինչի մեջ մտնում է եւ բնականաբար չի կարող նաեւ չհայտնվել այս ոլորտում։ Խոսում են արհեստական ձվաբջիջների մասին, արհեստական սպերմատոզոիդների մասին, արհեստական կանանց մասին, որոնք կարող են հղիություն կրել Դրանք իրականություն են, դրանք մոտ ապագայում կարող ենք տեսնել, թե դա ինչ-որ ֆանտազիա է։ Դրանք մասամբ իրականություն է, մենք արդեն այդ իրականության մեջ ենք ապրում, բարձ ասեմ։ Այստեղ միայն խնդիրը էթիկայի հետ կախված են, որոնք որ դեռ թույլ չեն տալիս մարդկանց վրա, բայց իրականում այսպես կոչված արհեստական, սա նույնպես նորից իսկապես արհեստական չէ, որտեղ մարդու բջիջներից, ուղղակի սովորական բջիջներից կարող են ստանալ ձվաբջիջ կամ սպերմատոզոիդ, սերմնաբջիջ։ Հասկանում եք, արդեն այդ հնարավորությունը կա, այսինքն մարդը օրինակ չունի սպերմատոզոիդներ կամ կինը չունի ձվաբջիջ, բայց ինքը ունի մաշկ, ունի, չգիտեմ։ Այո, կարող են ստանալ ձվաբջիջներ, սա հսկայական նորություն է, որովհետև ասենք այն դեպքերում, երբ որ անպտղություն է, ձվարանները չեն աշխատում, ասենք կնոջ, եւ ինչ ենք անում, դոնորականի ենք դիմում։ Հիմա կարող ենք իր գենետիկ մատերիալ հենց իր մարմնից, իր օրգանից, նույնն էլ տղամարդկան։ Սա այն հսկայական նորություն ամենամեծ, ամենակարևորը, որ այս օրերին արդեն մենք սա ապրում ենք, գիտությունը արդեն գնում է այս հարցերով, որպեսզի հենց մարդկանց մոտ էլ սա կարողանանք ստանալ։ Ինկուբատորներն էլ շուտով կլինեն, տեսեք 40 շաբաթականից հենց այսօր մենք մոտ 20 շաբաթ կարողանում ենք պահել ինկուբատորները։ Մի առաջի շաբաթը վերարտադրական ու էկոների լաբորատորիաներում, ԱՄԲ-ների լաբորատորիաներում, այն մնացած 20 շաբաթը կարողանում ենք պահել ծննդատներում նեոնատոլոգները, մանկաբույժները։ Հիմա մեզ մնացել է 18-20 շաբաթ, որպեսզի մենք կարողանանք ինկուբատորներում այդ ժամանակներ պահենք, սպասենք տեսնենք։ Ես կարծում եմ այդ պարագայում մենք այլևս ընդհանրապես չենք ունենա անպտուղ զույգեր եւ գրեթե կարելի է այդ դեպքում հարցնել պտղաբերությունը 100%-ի։ Եվ հաղորդման այս հատվածի ամենավերջում փոքրիկ այսպեսի նվեր մեր կողմից, որովհետեւ սովորաբար ձեր մոտից են դուրս գալիս ճուտիկներով, մենք որոշեցինք այս ճուտիկներին նվիրել ձեզ կամ ձեր կենտրոնին։ Դուք այնտեղ բավականին լավ այգիներ ունեք, տեսեք, այնպես չի, որ մենակ դուք եք ուրիշներին ճուտիկներ նվիրում, ձեզ էլ են նվիրում։ Հարգելի հեռուստադիտողներ, մեր հյուրը այսօր պրոֆեսոր Էդվարդ Համբարձումյանն էր, ինձ թվում է ճուտիկներ իրեն դեռևս ոչ ոք չէր նվիրել։ Մնացեք մեզ հետ։ Երեմյան կաթնամթերքը ստացվում է սեփական ֆերմայի անարատ բնական առողջարար ակարգի կաթից։ Գերարտադրությունից մինչև փակ շղթայով կաթնամթերքի ստացում։ Երեմյան կաթնամթերքը վերահսկում է կաթնարտադրության ամբողջ ընթացքը։ Կաթը սեր է, ուժ եւ առողջություն։ Եվ այսպես հարգելի հեռուստատողներ, շարունակում ենք հաղորդումը, արդեն ծնողների դպրոցն է եթերում, հիշեցնեմ մեր հովանավորն է Երեմյան առողջ անարատ եւ 100%-անոց բնական կաթնամթերքը, իսկ մենք ինչպես միշտ զրուցելու ենք մանկաբույժի հետ, մեր ամենաբարի մանկաբույժը Գայանե Օվանեսյանը հենց հիմա կմիանա մեզ։ Ողջույն։ Ողջույն։ Եվ այսօր մենք խոսելու ենք ամենափոքրիկների մասին, այսինքն մենք խոսելու ենք անհաս երեխաների մասին, որոնք ծնվել են մի քիչ ավելի շուտ, քան նախատեսված էր։ Գոյություն են մի քանի պատճառներ, որոնք կարող են բերել անհասության, դա մոր հետ կապված խնդիրներն են, դա երեխայի պտղի հետ կապված խնդիրներ կամ անհայտ։ Ընդհանուր բնորոշումը դա 37 շաբաթականից շուտ ծնված անհաս երեխաներ։ Ամենափոքր բալիկը, որի հետ դուք ստիված եք եղել աշխատել կամ բախտեք ունեցել ավելի շուտ աշխատել ու կարծում եմ, որ հաճելի է, երբ որ դու կարողանում ես այդպիսի փոքրիկից հետո ստանալ մի կարգին հսկա։ Քանի որ մենք մանկաբույժներս փոքրիկներին տեսնում ենք արդեն որոշակի քաշ հավաքած վիճակում, ամենապուճուրիկ ում հետ աշխատել եմ 980 գրամ ծնված բալիկներ եւ ծննդատնից դուրս էր գրվել 2 կիլոգրամ քաշով եւ մեզ է դիմել արդեն 2 կիլոգրամ քաշով անհաս բալիկ։ Ինչ առանձնահատկություններ ունեն այսպիսի երեխաների խնամքը, ինչի հետ կարող է բախվել ծնողը եւ ինչ պետք է իմանա։ Անհասների խնամքը մի փոքր տարբերվում է հասուն ծնված երեխաների խնամքից, այսինքն 37 շաբաթական եւ ավելի գեստացիոն տարիքից ծնվածներից, նախ
Արտաքին տեսքով են այս փոքրիկները տարբերում մյուսներից, իրենք համեմատաբար ավելի մեծ գլուխ ունեն, կրծքավանդակը ավելի փոքր է, վերջույթները ավելի կարճ են։ Երբ որ բարեկամները գալիս են նայելու, ասեն, հա, շատ սիրուն է, շատ լավն է, բայց իրականում մտքում ասում են, այս ինչ երեխա են ունեցել, չէ։ Տարօրինակ մի փոքր տեսք։ Ոչ մի խնդիր չկա, դա նորմալ է, այդպես էլ պետք է լինի։ Այո, քանի որ զարգացման որոշակի էտապ ամբողջությամբ չեն անցել եւ ստիպված բալիկը շուտ է ծնվել ժամկետից, ինչի պատճառներից ելնելով։ Եվ կարևոր է նաեւ նրանց մաշկը, իրենց մաշկը ի տարբերություն հասուն երեխաների մի քիչ ավելի չոր է, գույնը ավելի մուգ է, ավելի կարմիր է, մանուշակագույն երանգի է, չորությունը նշեցի շատ արտահայտված է, ենթամաշկային ճարպաշեր գրեթե չկա կամ շատ աննշան, նայած թե ինչ քաշով է դուրս գրվել արդեն ծննդատնից։ Բացի դրանից շնչառության հաճախականություններն են տարբեր, իրենք մի քիչ ավելի քնկոտ են, ավելի թույլ են, ծծելու ռեֆլեքսները բավականին թույլ արտահայտված է երեխաների մոտ։ Հետաքրքիր թեմա է քննարկում, արդյոք նրանց կարելի հնարավոր է լինում մայրական կաթով կերակրել, թե ենթադրվում է, որ իրենք պետք է գնան արհեստական սնուցման։ Դա կախված է թե ինչ գեստացիոն տարիքից է ծնվել բալիկը եւ ինչ քաշով է ծնվել, որովհետեւ անհասները, խորը անհասները ծծելու այդ ռեֆլեքսը բավականին վատ արտահայտված է լինում եւ իրենց ծննդատանը երբեմն զոնդով են կերակրում, սկզբից մայրական կթած կաթով, որը որ լավագույն տարբերակն է, հետո ծծակ են օգտագործում, հետո արդեն մասնագետի օգնությամբ ադապտացնում են կրծքով կերակրման process-ը մոր եւ երեխայի համար։ Ամենակարևորը միշտ հիշեք, որ գոյություն չունի աշխարհում ամենաթանկ, այսպես գովազդված, լավագույն կաթնային խառնուրդները երբեք չեն կարող փոխարինել մայրական կաթին։ Մայրական կաթը անգամներով ավելի օգտակար է երեխայի համար, եւ եթե կա նման հնարավորություն, ապա միանշանակ մայրական կաթ եւ միայն եթե ոչ մի տարբերակ չկա, նոր անցնում ենք կաթնախառնուրդների։ Միանշանակ, որովհետեւ մայրական կաթը ոչ միայն օգտակար սննդանյութերի աղբյուր է, այլ շատ կարևոր է մոր եւ երեխայի էմոցիոնալ կապը։ Իմ մայրը մայրական կաթով սեր է տալիս իր բալիկին եւ դա ամենակարևորն է երևի այդ ամբողջ կրծքով կերակրման process-ի ընթացքում, երբ որ կապը հաստատում էմոցիոնալ մոր եւ երեխայի մեջ։ Դրա համար բոլոր նորաթուխ մայրիկներին խորհուրդ եմ տալիս երբեք չհրաժարվել կրծքով կերակրումից։ Նույնիսկ մեկ կաթիլ կաթը շատ օգտակար է ձեր բալիկին, հատկապես կյանքի առաջի 6 ամիսների ընթացքում։ Երեխան մի քիչ մեծացավ, մենք բոլորս մանկուց հիշում ենք, որ մեզ կաթ տալիս էին։ Որ տարիքից մենք կարող ենք արդեն կովի կաթ տալ երեխային։ 1 տարեկանից հետո կարելի է տալ կովի կաթ, բայց սկզբնական շրջանում, եթե բարձր յուղանության կաթ է, բացում են ջրով, նոր փոքր քանակներով տալուց հետո հետևում են։ Շատ լավ արտահայտություն արեցիք բարձր յուղայնությամբ իջեցնել։ Տեսեք, երբ մենք խոսում ենք կաթի մասին, շատ հաճախ այդ հարցը տրվում է, ասում են բնական կաթը ունի բարձր յուղայնություն։ Հետո մենք գնում ենք խանութ ու գնում ենք, տեսնում ենք այնտեղ կտան տարբեր յուղայնության եւ կան յուղազրկված գրեթե, այսինքն օրինակ սովորականը լինում է 3.2 եւ մենք հանկարծ տեսնում ենք այնտեղ 0.5%։ Լավը չի։ Բացարձակ մեջը յուղ չկա, արհեստական մաքրած։ Օրինակ ես գնում եմ հենց դա եմ գնում խանութից, ճիշտ եմ անում թե ոչ։ Մենք այսպես ազգային որոշակի առանձնահատկություն ունենք, մեր եւ մեծահասակները եւ նաեւ մեր երիտասարդ ծերունդը սիրում են երեխային կերակրել, յուղոտ, ճարպոտ եւ դա համարում են առողջության գրավական։ Եթե երեխան լավ բարձր յուղանության կաթ խմեց, բնականին մոտ, տնական ընդ որում, բնականին մոտ, այո, բնականին մոտ եւ դա համարում են առողջության գրավական։ Բայց հաշվի չեն առնում, որ ներկա հետազոտությունները ապացուցել են, որ դա ոչ թե առողջ սնունդ է, այլ դա բավականին լուրջ խնդիրների պատճառ կարող է լինել եւ չմոռանանք նաեւ ճարպակալումից սկսած քաշի ավելցուկի ճարպակալում, որը իր հետևից կարող է բերել շաքարային դիաբետ եւ իր հետևից կարող է բերել այլ։ Այսինքն դուք կհամաձայնեք, եթե մենք խորհուրդ տանք ցածր յուղայնությամբ կաթ օգտագործել։ Իհարկե, միանշանակ, հենց բացելու իմաստն էլ դրանում է կայանում, որ յուղի քանակը կրճատել։ Շնորհակալություն, իդեպ ասեմ, որ մեր հովանավորը ակարգի սերտիֆիկացված մանկական կաթ ունեցող Երեմյան ընկերությունն է եւ կարծում եմ, որ այնտեղ հաստատ կարող են գտնել նաեւ ցածր յուղայնությամբ կաթնամթերք։ Մնացեք մեզ հետ, շնորհակալություն մեր մանկաբույժին։ Շնորհակալություն։
Սնվենք հաճույքով եւ մնանք առողջ։ Սա մեր հերթական խորագիրն է, որի շրջանակներում մենք փորձում ենք բացատրել, ապացուցել, որ իրականում մարդը կարող է լավ սնվել, հաճույքով սնվել եւ լինել միաժամանակ առողջ։ Այս հարցում ինձ այսօր օգնելու է Գիտությունների ազգային ակադեմիայի էկոկենտրոնի պարենտային անվտանգության եւ սննդանյութերի գնահատման խմբի ղեկավար Մելինե Բեգլարյանը։ Ողջույն։ Ողջույն։ Եվ այսօրվա մեր թեման մենք ընտրել ենք մրգերը։ Առաջին բանը, որ ես ուզում եմ խնդրել մեր հանդիսատեսին, դա քվեարկելն է։ Արդյոք դուք ամեն օր միրգ օգտագործում եք, թե ոչ։ Չհուշենք մեր հանդիսատեսին, բայց միաժամանակ նաև ժամանակը շահենք։ Միրգը ինչ է իրենից ներկայացնում։ Քանի որ մենք արդեն խոսեցինք, որ մեր ասեք, ես վնասակար ասեմ, համաձայն եք։ Ես կարող եմ ասել եւ դրական եւ վնասակար, որովհետեւ մի կողմից մենք ունենք սննդագիտական հետազոտություններով ապացուցված, որ միրգը պարունակում է վիտամիններ, հակաօքսիդանտներ, մեր օրգանիզմի համար անհրաժեշտ շատ հանքային տարրեր, միկրոտարրեր, որոնք մեր բնականon գործունեության համար ամբողջը շաքար է։ Կարող եք ասել, որովհետև մենք երբ խոսում ենք սննդամթերքի մասին, միևնույն ժամանակ պետք է կշեռքի նժարների վրա դնենք եւ ռիսկերը եւ օգուտները, եւ երբ տալիս ենք որոշակի խորհրդատվություն, մենք պետք է հաշվի առնենք նաեւ ում ենք այդ խորհրդատվությունը տալիս, հաշվի առնենք այդ մարդու ֆիզիոլոգիական վիճակը, առողջական վիճակը, բայց միևնույն ժամանակ կարող ենք ասել, որ մրգերը մեր առողջ եւ հավասարակշռված սննդակարգի բաղկացուցիչ մասն են եւ պետք է լինեն։ Մեր հանդիսատեսն ասում է, որ 61%-ը ամեն օր միրգ է օգտագործում, 39%-ը ամեն օր միրգ չի օգտագործում։ Ամեն օր միրգ պետք է օգտագործել, թե ոչ։ Այո, եւ սա իմ անհատական կարծիքը չէ, այլ ապացուցված է ամբողջ աշխարհում, երբ նայում ենք հիվանդությունների համաշխարհային բեռի վրա ազդող գործոնների վերաբերյալ տեղեկատվությունը, տեսնում ենք, որ այնտեղ սննդակարգը, որը պարունակում է քիչ մրգեր, գործոններից մեկն է հանդիսանում։ Այսինքն կա խորհրդատվություն, որ մեր սննդակարգում պետք է մրգերը ներառենք, ասեմ ավելին, Առողջապահության համաշխարհային կազմակերպության խորհուրդն է, որ մեր սննդակարգում օրական կտրվածքով մենք ներառենք 5 չափաբաժին, այն է 400 գրամ մրգեր եւ բանջարեղեն միասին։ Սակայն եթե առանձնացնենք մրգերը, իհարկե, քանի որ մենք ամբողջական խմբի մասին ենք խոսում, խորհրդատվությունը վերաբերում է եւ մրգերի եւ բանջարեղենի ընդհանուր սպառմանը, սակայն եթե միայն մրգերի մասին խոսենք, դառնում է, որ 2-ից 3 չափաբաժին միրգ օրական կտրվածքով կարելի է օգտագործել, բայց ասեմ նաեւ, որ ուզում եմ ձեզ ընդհատեմ, որտեղ դուք ամեն ինչ ասում եք, ես ուզում եմ մեր հեռուստադիտող մտածի, հարցերին պատասխանի։ Երբ ենք միրգ օգտագործում, օրվա որ ժամերին։ Այն 61%-ը, որ ասում է, որ ինքը ամեն օր օգտագործում, ես հույս ունեմ, որ այո, բոլորն են, թող 70-80-ը։ Իսկ որ ժամերին հարց համար 2։ Իսկ ուտելուց հետո հիմնական սնունդ օգտագործելուց հետո, թե առաջ։ Չէ՞ որ մենք սիրում ենք հայկական ավանդական սեղանը, իրենց ներկայացնում է սկզբից խորովածն ենք ուտում, հետո երկրորդն ենք ուտում, վերջում մի հատ միրգը բերեք։ Ճիշտ տարբերակ է թե ոչ։ Ամեն դեպքում ուտել հիմնական սնունդը եւ անմիջապես այդ հայկական իրականության մեջ, երբ որ միրգը դիտարկվում է որպես դեսերտային ինչ-որ բաղադրիչ պետք չէ, երբ միշտ պետք է հիշենք, որ երբ մեր սննդակարգում ներառում ենք մրգերը, պետք է դրանք լինեն միջուտեստների բաղադրիչ մաս, այսինքն անմիջապես ուտելուց հետո կամ ուտելուց առաջ չի կարելի օգտագործել, պետք է անցնի որոշակի ժամանակահատված, մեր այդ հագեցվածությունը ապահովում է նաև երբ որ նախաճաշից հետո կամ նախաճաշի ընթացքում ներառում ենք այնպիսի մրգեր, որոնք էներգիա են տալիս եւ հագեցվածության զգացումը երկար ժամանակ կարողանում ենք պահել մինչեւ հաջորդ սնունդ ընդունումը։ Գնացինք երեկոյան նստեցինք, կերանք, հետո որոշեցինք ընտանիքով, չգիտեմ, ֆիլմ դիտել։ Մաման ինչ է անում, գնում է միրգը կտրատում է, բերում է դնում է, երեխաներ միրգը օգտակար է եւ սկսում է բոլորին ստիպել։ Մեծ աման, այսպեսի ամանով ասում է ամեն օր ես իմ երեխաներին պարտադիր ստիպում եմ, որ այս ամբողջ միրգը ուտեն։ Մեծահասակների համար նորմալ քանակությունը դա օրական 200 գրամ է։ Եկեք փորձենք մենք այստեղ կշեռք ունենք 200 գրամ միրգ ստանալ։ Եթե մրգերի մեջ լավ ու վատ մրգերի մեջ լավ ու վատը տեսեք, եթե մարդիկ ունեն ալերգիայի հետ կապված խնդիրներ։ Չէ, ալերգիաները չենք քննարկում։ Այս դեպքում իրենց նարինջ, մանդարին եւ կիվի խորհուրդ տալը իհարկե չենք կարող, բայց հա կան տարբերություններ կախված նրանից, թե ինչպիսի բջջանք են պարունակում։ Որովհետեւ երբ խոսում ենք մրգերի կարեւորության եւ օգտակարության մասին, իհարկե մենք հաշվի ենք առնում ֆրուկտոզայի պարունակության հետ կապված բոլոր խնդիրները, որոնք կարող են լինել, այո, շաքարի բարձր պարունակություն
պարունակություն, բայց բնական շաքարի մասին ենք այստեղ իհարկե խոսում, բայց չպետք է մոռանանք ածխաջրերի մեկ կարևոր տեսակի, այն է բջջանքի կամ հայտնի է նաև սննդային մանրաթել, որոշ տեղեր նաև ֆիբրին անվանմամբ է հայտնի, որոնք մեր օրգանիզմի նյութափոխանակության համար շատ կարևոր են եւ աղիների գործունեությունը նորմալացնելու տեսանկյունից են նաև կարևոր։ Էլի եկանք, որ առավոտյան պետք է այդ ամեն ինչը ընդունել։ Ընդունում ենք եւ օրինակ այստեղ ունենք բանան, մենք ընդհանրապես կստանանք ենթաստամոքսային գեղձի վրա ծանրաբեռնվածություն եւ այլն եւ այլն։ Ուշ երեկոյան եւ հատկապես քնելուց առաջ պետք է խուսափել մրգի օգտագործումից, հատկապես այն մրգերից էլի եմ ասում շաքարի բարձր պարունակություն, եթե ունեն, դրա համար եկեք սովորություն դարձնենք, որ մրգերը օգտագործում ենք միջուտեսների ընթացքում որոշակի ժամանակային ինտերվալներ թողնելով մեր հիմնական սննդընդունումից։ Փորձեք հավաքել։ Եթե օրինակ նախաճաշին օգտագործենք բանան, բնական է պետք է կշիռը հաշվի առնենք, երբ որ կեղազերծված է։ 240 գրամ։ Ահա։ Կեղազերծած լավ, մի 150 լավ գոնե։ Եվ եկեք վերցնենք իմ նախընտրելին, նաև կանաչ խնձոր, բայց նաև խնձորը, որովհետև կալորիականության ապահովման տեսանկյունից բանանը ավելի շատ կալորիա է ապահովելու, այսինքն եթե մարդիկ փորձում են նաև քաշի հետ կապված խնդիրներ ունեն ու կալորիաների սահմանափակման հարց ունեն, բնական է իրենք երկու բանան չպետք է օգտագործեն, եկեք խնձորը կշռենք, ինչի համար եմ խնձորը նաև կարևորում, որովհետև ասեցի չէ, սննդային մանրաթելերի կամ բջջանքի տեսանկյունից շատ կարևոր է օգտագործել եւ պետք է նշեմ, որ մենք հաճախ համեմատում ենք նաեւ միրգը ու մրգերից պատրաստված հյութը, բայց ասեմ, որ եթե հաշվի ենք առնում ֆիբրինի կամ սննդային մանրաթելի, նույնն է բջջանքի պարունակությունը, ապա ամբողջական միրգը ավելի շատ է պարունակում, քան իրենից պատրաստված հյութը, որովհետև մենք վնասում ենք այդ բջջանքը եւ արդեն ավելի քիչ պարունակություն է լինում հյութը։ Դա առանձին թեմա է, հյութերի մասին մենք կարող ենք խոսել, հյութերի մասին ես վատ կարծիք ունեմ։ Եթե քաղցրեցված է միանշանակ, ես էլ դրա համար ասում եմ նախապատվությունը տալիս ենք ամբողջական միանշանակ մրգերին, ամբողջական միրգը մաքրում եւ ուտում ենք, եթե պետք է կեղևազերծենք, բայց խնձորի եւ այն մրգերի դեպքում, որոնք կեղևն էլ կարող ենք օգտագործել, շատ ավելի լավ, եկեք կեղևով օգտագործենք։ Դե ինչ հարգելի հեռուստադիտողներ, եկանք վերջնական եզրակացության, որ ամեն օր պետք է օգտագործել միրգ պետք է օգտագործել չափավորված, օրական 200 գրամի չափով, այն պետք է օգտագործել կամ առավոտյան կամ միջուտեսների ձևով, երբեք որպես դեսերտ, այդ ամենը անելու դեպքում դուք կլինեք շատ ավելի առողջ եւ կպահպանեք ձեր առողջությունը։ Այս հարցում մեզ օգնեց Մելինե Բեգլարյանը, շնորհակալություն, մնացեք մեզ հետ։ Ողջույն, ձեզ հետ գեղեցկության արվեստն է։ Խոսենք պիգմենտացիայից։ Պիգմենտացիայի առաջացման պատճառները տարբեր են, արտաքին եւ ներքին։ Արտաքին ազդող գործոններն են արևի ուղիղ ճառագայթները, երբ որ մարդը դուրս է գալիս արևին առանց արևապաշտպան քսուկների օգտագործմամբ։ Պիգմենտացիայի մյուս պատճառները կարող են լինել էնդոգեն, այսինքն ներքին հորմոնալ, հիպոֆիզի, մակերիկամի, վահանաձև գեղձի հորմոնների բարձր մակարդակը կամ շեղումները եւս կարող են պիգմենտացիայի պատճառ հանդիսանալ։ Այսօր մենք կփորձենք սարքավորման միջոցով հեռացնել պիգմենտացիան։ Սարքավորումը լազերային IPL լույսի միջոցով ճանաչում է մելանոցիտար պիգմենտային բջիջներին, տեղում առաջացնում է մելանոցիտների քայքայում, ժամանակի ընթացքում մաշկը մքվում է, 1 շաբաթ հետո կեղևակալում եւ ամբողջովին վերանում է։ Նշեմ, որ այն մարդիկ, ովքեր բարդությունավորվում են պեպեններից, միջամտությունը եւս ցուցված է եւ կարելի է սարքավորման միջոցով, այս մեթոդի միջոցով հեռացնել պեպենները եւ ապահովել գեղեցիկ էսթետիկ տեսք մաշկին։ Հակապիգմենտային միջամտությունները կատարվում են 1-ից 2 անգամ, այսինքն գերհզոր լազերի միջոցով բավական է 1-2 պրոցեդուրա, որպեսզի ամբողջությամբ հեռացվի պիգմենտացիան։ Հակացուցումներ չունենք, սակայն պրոցեդուրայից հետո, որպեսզի կրկնումներ նորից չլինի պիգմենտացիայի, մենք խորհուրդ ենք տալիս անպայման օգտագործել արևապաշտպան քսուկներ։ Սա եղիր առողջներ հանրայինի եթերում։ Հիշեցնեմ, որ մեր ամբողջ թիմը աշխատում է հենց ձեզ համար, որպեսզի ձեզանից յուրաքանչյուրը լինի առողջ։ Կհանդիպենք։